Եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի խոսույթները վերլուծելով ես հանգել եմ այն մտքին, որ նա նպատակաուղղված արշավ է սկսել եկեղեցու դեմ եւ դա ոչ թե 3 4 օրն է սկսել, այլ դեռ 2018 թվականից եւ միգուցե դրանից էլ առաջ, ու ես հանգել եմ այն մտքին, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը Աննա Հակոբյանը աղանդավորներ են, որոնք հայրաքելական եկեղեցու հանդեպ խոր ատելություն են տածում։ Դա կարող ենք նկատել դեռ 2018 թվականի շակերտավոր հեղափոխության օրերին, երբ որ ղեռ ընթանում էր Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը, որտեղ դրա մասնակիցները լկտիաբար ներխուժեցին Մայրաթոռ եւ անվայել պահված ցուցաբերեցին այնտեղ։ Նիկոլ Փաշինյանը դա ոչ միայն չդատապարտեց, այլ նաեւ ինչքան որ ես հիշում եմ, նա խրախուսեց այդ դեպքերը, որը անընդունելի պահվածք էր Մայրաթոռի նկատմամբ։ Շարունակվեց դա հայ առաքելական եկեղեցու պատմությունը դասագրքերից հանելու Նիկոլ Փաշինյանի հրահանգով, երբ որ նա արդեն իշխանության էր ու մեր նոր սերունդները զրկվեցին այդ իրավունքից, որը որ մենք ենք ունեցել հայ առաքելական եկեղեցու պատմությունը ուսումնասիրելու